Սիրելի երևանցիներ, մինչ իմ երեկվա տեսաձայնագրությունը հրապարակելուց հետո ես բարձրացրել էի նոր վարչական շրջան, այն տարածք, որտեղից Էդուարդ Հայրումյանը ահա սարսուռ տեսարաններ էր հրապարակե, հատուկ չնշելով կատարվող աշխատանքների իմաստը և բնույթը, մինչ մենք պատրաստում ենք այդ իմ կողմից խոստացված բացահայտումների շարքը, Էդուարդ Հայրումյան կոչվող բլոգերը ևս մի սարսափելի կեղծիք է տեղադրել իր էջում, ինչին անհրաժեշտ է անդրադառնալ հրատապ, քանի որ լրատվամիջոցներից ոմանք արդեն տիրաժավորում են այդ նյութը, հարգելի լրատվամիջոցներ, տվյալ անձնավորության էջից որևիցե ինֆորմացիա վերցնելուց առաջ, ինչը վերաբերվում է կանաչապատման ոլորտին, խնդրում եմ այդ ինֆորմացիայի իսկությունը ճշտել կանաչապատում հողակի հետ և միայն դրանից հետո, պարզաբանում ստանալուց հետո հրապարակել տվյալ լուրը։ Նշեմ, որ Բարդու հատման գործընթացը սկսվել է նրանով, որ ահազանգ է եղել քաղաքացիների կողմից փտած տապալման եզրին գտնվող Բարդու վերաբերյալ, ինչին անմիջապես արձագանքել է կանաչապատում ՀՕԱԿ-ը, կազմվել է ծառահատման տոմս, արագ իրականացվել է ելնելով վտանգավորության մեծ աստիճանից, տվյալ փտած, սնամեջ, տապալման վտանգ ունեցող Բարդու հատման աշխատանքները խուսափելու համար հերթական ծառի տապալումից, գույքային վնասներից, և որ ամենակարևորը մարդկանց անվտանգությունից ելնելով։ Այո, ես էլ ձեր հետ համաձայն եմ, որ որպես քաղաքացի այդ նկարները նայելուց շատ սարսափելի է, կանաչ ծառ է, կանաչ Բարդի է, ամբողջը հատված, այսպես շաղ տված ամբողջ տարածքում, և այս սա է, որ ես նրան անվանում եմ կեղծարար։ Հատուկ չի նկարվել ծառի այն հատվածը, ինչի պատճառով ծառը կտապալվեր մոտակա ժամանակահատված։ Այժմ մենք տեղադրում ենք տվյալ Բարդու վիդեոն, ինչը արեցինք տեղում, նկարահանեցինք որքան որ հնարավոր էր հեռախոսի միջոցով, և սրանով ես ևս մեկ անգամ ուզում եմ, որ դուք հասկանաք, որ այս անձնավորությունը զբաղված է բացառապես կանաչապատման աշխատանքների մասով կեղծիքներ տարածելուն, ինչով ազդում է ձեր տրամադրության վրա, ինչով շատ այսպես միամտորեն և պրոֆեսիոնալ ձևով կարողանում է ներգրավել որպես սրտացավ քաղաքացի, իր էջի որպես հաճախորդ ներգրավել տարբեր հազարավոր մարդկանց, և բնականաբար ես ասել եմ, դուք ինքներդ հետո կհասկանաք, թե տվյալ անձնավորությունը ինչ հեռահար բիզնես կամ քաղաքական նպատակներ է հետապնդում իր էջի հետևորդների ցանկը նման կեղծիքներ հրապարակելու միջոցով, ցույց տալով իրեն որպես սրտացավ, այսպես քաղաքացի և բուսաբան, ինչից ինքը կիլոմետրերով հեռու է, կարողանում է գրավել մարդկանց ուշադրությունը, օգտվում է մարդկանց անտեղյակությունից և հազարներով ավելացնում իր էջին բաժանորդագրվող մարդկանց։ Այս մարդու աղմուկի շնորհիվ է, որ որոշ դեպքերում նաև հնարավոր է լինում աշխատանքների դադարեցում, հաջորդ մանիպուլյացիայի մասին տեսաձայնագրությունը Գյուրջան փողոցից կլինի ավելի ուշ։